Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Չնայած այն հանգամանքին, որ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակն ընկալվել է որպես Վրաստանի դեմ շանտաժի գործիք, մենք չտրվեցինք շանտաժին եւ այնուամենայնիվ ստացանք թեկնածուի կարգավիճակ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով եվրաինտեգրացիան մնում է Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։ Կարծում ենք, որ մինչև 2030 թվականը մենք ավելի պատրաստ կլինենք անդամակցելու Եվրամիությանը, քան ցանկացած այլ թեկնածու երկիր։ Դա վերաբերում է բոլոր հարցերին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը, նաև տնտեսությանը եւ Եվրամիությանն անդամակցության ընդհանուր պատրաստվածությանը։ Կոբախիձեն վստահեցրել է, որ իրենք լավատեսորեն են տրամադրված Վրաստանի ապագայի նկատմամբ բոլոր առումներով։ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունից անցել է 6 ամիս, հակառակ կասկածամիտների եւ չարամիտների սպասումներին, Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը լիովին կատարում է իր վրա դրված պարտականությունները, եւ եթե արմատական ընդդիմության կողմից հայտարարված բոյկոտը որևէ մեկին վնասել է եւ քաղաքական գերեզման է տարել, ապա դա հենց արմատական ընդդիմությունն է, սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Վրաստանը, թե պետությունը, թե նրա քաղաքացիները անցած ժամանակահատվածում շատ կարևոր դաս են քաղել, որը կարևոր է ամփոփել եւ լավ հասկանալ։ Որոշ մարդկանց կարճ հիշողությունը սովորություն ունի վերաշարադրել պատմությունը եւ այն հարմարեցնել սեփական օրակարգին, ինչը բնականաբար մենք թույլ չենք տա։ Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմեդ բին Աբդուլ Ռահման բին Ջասիմ Ալ Թանին ընդունել է Կատարում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանին։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները եւ դրանց աջակցության եւ զարգացման ուղիները։ Նրանք նաեւ քննարկել են տարածաշրջանում, մասնավորապես Գազայի հատվածում, Պաղեստինի օկուպացված տարածքներում եւ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Կատարի վարչապետը նաեւ հաստատել է Կատարի շարունակական ջանքերը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համատեղ միջնորդության շրջանակում։ Շեյխ Մուհամմեդ բին Աբդուլ Ռահման բին Ջասիմ Ալ Թանին վերահաստատել է Կատարի լիակատար աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը, նաեւ նրա եղբայրական ժողովրդի անվտանգության եւ կայունության ձգտումներին։ Կատարի վարչապետը նաեւ գնահատանք է հայտնել Թուրքիայի ջանքերի համար ուղղված տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը։ Ապրիլի 19-ին Ֆիդանը եւ Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալանը Անկարայում բանակցություններ են վարել Համասի ներկայացուցիչների հետ, քննարկել հրադադարի վերաբերյալ վերջին ջանքերը եւ Գազայում ստեղծված իրավիճակը։ Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպությունը ստիպված կլինի դադարեցնել իր ներկայությունը Սիրիայում, ճիշտ այնպես, ինչպես ստիպված էին դա անել իսլամական պետության ահաբեկիչները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը։ Այժմ հասել է համակարգը լքելու նրանց հերթը, ովքեր օգտագործում են ահաբեկչության հին մեթոդները եւ կարծում են, որ կարող են շարունակել խնդիր լինել տարածաշրջանի կառավարությունների համար զենքը ձեռքներին։ Քրդական աշխատավորական կուսակցությունը կլքի Սիրիայի համակարգը այնպես, ինչպես իսլամական պետությունը լքեց այն։ Քրդական աշխատավորական կուսակցությունը կամ կամավոր եւ խաղաղ կհեռանա, կամ ստիպված կլինի դա անել որևէ այլ ճանապարհով։ Ֆիդանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Անկարան չի ընդունում Սիրիայի տարածքային ամբողջականության խախտմանը կամ նրա ինքնիշխանության խաթարմանն ուղղված որևէ նախաձեռնություն։ Նա հավելել է, որ Թուրքիան կմերժի ցանկացած նախաձեռնություն, որը թույլ կտա զենք փոխանցել Սիրիայում որևէ երրորդ ուժի։ Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ Անկարան ցանկանում է Սիրիայում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում սիրիացիների կողմից ձևավորված սահմանադրությունն ու վարչակազմը հավասար հնարավորություններ կապահովեն բնակչության բոլոր խմբերի համար։ Ֆիդանը հույս է հայտնել, որ այս ուղղությամբ դրական քայլեր կձեռնարկվեն։ Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը։ Խորապես վշտացած ենք Բանդար Աբասում տեղի ունեցած ողբերգությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իրանի կառավարությանը եւ բարեկամ ժողովրդին, ինչպես նաեւ զոհերի ընտանիքներին եւ հարազատներին։ Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում։
Հիշեցնենք, որ Իրանի Բանդար Աբաս նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել, որի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Իրանում ապրիլի 28-ը համազգային սգի օր է հայտարարվել։ Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40-ը։ Հնարավոր է, որ այդ թիվն աճի։ Վիրավորների թիվն անցնում է 1000-ից։ Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել կոնտեյների պայթյունի պատճառով։ Թե ինչ է եղել տարայի ներսում դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ միջադեպի հետևանքով փլուզվել է նաև մեկ շենք։ Երկրի իշխանությունները հրամայել են հետաքննություն սկսել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ցավակցություն է հայտնել Բանդար Աբասում Իրանի ամենամեծ նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժած ընտանիքներին։ Ցավակցում եմ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ցավալի միջադեպի ժամանակ իրենց սիրելիներին կորցրած ընտանիքներին եւ մաղթում եմ շուտապույտ ապակինում վիրավորներին։ Առողջապահության հարգարժան նախարարին եւ մասնագետների թիմին տրվել են անհրաժեշտ հրահանգներ, նրանք ջանասիրաբար լուծում են խնդիրները եւ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք հնարավորինս շուտ կարգավորել առաջացած խնդիրները։ Իրանի հարավում գտնվող պայթյունից տուժած նավահանգստում ռազմական նշանակության նյութեր չեն եղել։ Պետական հեռուստատեսությանը հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակը, հերքելով լրատվամիջոցների այն տեղեկությունը, որ Շահիդ Ռաջայի նավահանգստում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունը կարող է կապված լինել հրթիռների համար օգտագործվող պինդ վառելիքի բաղադրիչների պահպանման պայմանների խախտման հետ։ Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցողներն ավարտել են Օմանում ընթացող անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Իրանական պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել է Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը։ Բարձր մակարդակով տեխնիկական բանակցությունները տեղի են ունեցել Օմանի աջակցությամբ Հռոմում բանակցային երկրորդ փուլից մեկ շաբաթ անց։ Բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում Արաղչին գոհունակություն է հայտնել բանակցությունների ընթացքից ու տեմպից, միաժամանակ նշելով, որ դեռևս անհրաժեշտ է տարաձայնությունների հետագա ուսումնասիրումը։ Բանակցությունները լավ են ընթանում, գոհացուցիչ լավ միջավայրում, կողմերը լրջորեն են տրամադրված։ Բանակցությունների այս փուլն առավել լուրջ է եղել, քան նախորդը եւ աստիճանաբար անցում ենք կատարել առավել մանրամասն եւ տեխնիկական քննարկումներին։ Համապատասխան թիմերը կվերադառնան իրենց մայրաքաղաքներ հաջորդ հանդիպումից առաջ հարցերի հետագա գնահատման համար։ Հաջորդ փուլը նախնական տեղեկություններով նախատեսված է անցկացնել հաջորդ շաբաթ օրը։ Թե Իրանը, թե Միացյալ Նահանգները բանակցությունների առաջին երկու փուլը կառուցողական ու խոստումնալից են անվանել, սակայն Արաղչին զգուշավոր լավատեսություն է հայտնել այս շաբաթ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ։ Այն ընթացքում, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցություններ են վարում միջուկային համաձայնագրի շուրջ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դարձյալ կոչ է արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների Իրան բանակցություններին, Նեթանյահուն նշել է, որ միակ լավ գործարքը կարող է լինել այն, որ կվերացնի ամբողջ ենթակառուցվածքը, որը նման է 2003 թվականին Լիբիայի եւ Արևմուտքի միջև կնքված համաձայնագրին, ըստ որի այն հրաժարվեց իր միջուկային, քիմիական, կենսաբանական եւ հրթիռային ծրագրերից։ Կարծում եմ մենք պետք է գործարքի մեջ ներառենք բալիստիկ հրթիռները, հրթիռային ծրագրի զարգացումը կանխելու հարցը։ Ես նախագահ Թրամփին ասել եմ այդ մասին, հույս ունեմ, որ բանակցողները դա կանեն։ Մենք սերտ կապի մեջ ենք Միացյալ Նահանգների հետ, բայց ես ասացի, որ այսպես թե այնպես Իրանը միջուկային զենք չի ունենա։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե վստահ է, որ իր վարչակազմը կկարողանա Իրանի հետ համաձայնության գալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին նա հայտնել է Մորիսթաունի օդանավակայանում Սպիտակ տան մամուլի ծառայության լրագրողների հետ զրույցում։ Ինչ վերաբերում է Իրանի հետ կապված իրավիճակին, կարծում եմ մեզ համար ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Ես հավատում եմ, որ համաձայնության կարելի է հասնել։ Դա տեղի կունենա։ Ես գրեթե վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության։ Կարծում եմ, մենք դրան կհասնենք առանց ռումբեր նետելու։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պաշտոնական այցով Ադրբեջանում է, նրան ուղեկցում է 120 հոգանոց պատվիրակություն, որի կազմում են նախարարներ, նահանգապետեր, падգամավորներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Այցի նպատակն է ընդլայնել երկու երկրի միջև տնտեսական համագործակցությունը եւ պլանավորել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետագա այցելություններ։ Այցի շրջանակներում նախատեսվում է գործարար ֆորում անցկացնել եւ ստորագրել մի շարք փաստաթղթեր։ Ադրբեջանի նախագահական նստավայրում տեղի ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքյանը գոհունակություն է հայտնել բարեկամ երկիր այցելելու կապակցությամբ։ Նա Ալիևին է փոխանցել իսլամական հեղափոխության առաջնորդի ողջույնները։ Մեր ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարեկամության եւ եղբայրության պայմաններում։ Մեր միջպետական հարաբերություններն այսօր զարգանում են այս ամուր հիմքի վրա, հայտարարել է Ալիևը համատեղ ասուլիսի ընթացքում։ Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ Փեզեշքյանի պաշտոնական այցը Ադրբեջան երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի դրսևորումն է։ Փեզեշքյանն իր հերթին նշել է, որ իրենք թույլ չեն տա, որ ինչ որ մեկը փչացնի իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ անհամաձայն
համաձայնություն ստեղծի իրենց միջև։ Կողմերը ստորագրել են գործակցության մի շարք համաձայնագրեր։ Ադրբեջան պաշտոնական այցից առաջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հարցազրույց է տվել ASTV հեռուստաալիքին։ Փեզեշքյանն ասել է, որ Իրանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի իրավունքները եւ աջակցել Հայաստանին բացառապես նրա օրինական իրավունքների շրջանակում։ Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է, որ կայունությունը հնարավոր է միայն բոլոր կողմերի շահերը փոխադարձ հաշվի առնելու դեպքում։ Իրանն Ադրբեջանին տրամադրում է Նախիջևան տանող ճանապարհ իր տարածքով։ Այս հարցի շուրջ արդեն աշխատանքներ են տարվում եւ կա համապատասխան համաձայնագիր։ Յուրաքանչյուրը պետք է հարգի իր երկրի տարածքային ամբողջականությունը։ Պետությունների միջև սահմանային հաղորդակցության հարցերը կարող են լուծվել միայն բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու դեպքում։ Իրանն ու Ադրբեջանը որպես հարևաններ կարող են շատ բան անել միմյանց համար։ Մենք ըստ էության ազգականներ ենք, նույն գետի երկու ափերը։ Փեզեշքյանը վստահեցրել է, թե Իրանի եւ Ադրբեջանի կապերը նպաստում են զարգացմանը։ Նա ասել է, որ իրենք պետք է միմյանց համար ճանապարհ բացեն եւ աջակցեն միմյանց երկու երկրների ժողովուրդների համար խաղաղ ու արժանապատիվ կյանք ստեղծելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ապա Փեզեշքյանը հույս է հայտնել, որ Երևանի եւ Բաքվի միջև առկա տարաձայնություններն ու մտահոգությունները կլուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում։ Յուրաքանչյուր կողմ պետք է բավարարվի իր ունեցածով եւ չհավակնի մյուսի տարածքին։ Հակամարտությունն առաջանում է, երբ կողմերից մեկը ցանկանում է զավթել մյուսի հողերը։ Մենք հարգում ենք երկրների տարածքային ամբողջականությունը։ Հույս ունենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խնդիրները կլուծվեն որպես հիմք ընդունելով միջազգային իրավունքը։ Իրանում ավարտվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված Յասին Հուսեյն Զադեի նկատմամբ դատավճռի կատարման համար նախատեսված բոլոր նախապատրաստական ընթացակարգերը։ Այս մասին հայտարարել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը։ Նրա խոսքով դատական համակարգը լիովին պատրաստ է իրականացնել հարձակվողի նկատմամբ վճիռը։ Հիշեցնենք, որ հարձակումը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 27-ին։ Իրանի քաղաքացի Յասին Հուսեյն Զադեն զինված կալաշնիկով ինքնաձիգով ճեղքել է դեսպանատան անվտանգության կետը, սպանել անվտանգության պետ Օրխան Ասկերովին եւ վիրավորել անվտանգության եւս 2 աշխատակցի։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։